Մարդիկ, որոնք հուսահատության պահին դիմել էին արբիտրաժին, կարծելով, որ նա կկարողանա դուրս բերել իրենց դժվարին վիճակից, ստիպված եղան հիասթափվել։ Բացահայտվել է մի հանցագործություն, որն իր տեսակով եզակի է։ Այս անգամ հանցագործը պարզապես օրենք խախտած մեկը չէ, այլ մեկը, որի գործողությունները պետք է միտված լինեին մարդկանց իրավունքների պաշտպանությանը։ Արբիտրաժային ընկերության տնօրենը, որն իրավասություն է ունեցել քննելու քաղաքացիական բարույթներով ծագած գույքային վեճերը, ներկայանալով իբրև դատավոր կատարել է մի շարք անօրինական գործողություններ։ Մասնավորապես որոշ դրվագներով կատարել է խոշոր չափերի խարդախություններ, խարդախության եղանակով հափշտակել է որոշակի քանակի գումար հստակ քաղաքացիներից, ինչպես նաև կայացրել է ակնհայտ ապօրինի որոշումներ եւ վճիռներ։ Արբիտրն իրեն դիմաց քաղաքացուց ստացել է ընդհանուր 1.200.000 դրամ, սակայն ըստ հակակոռուպցիոն կոմիտեի կատարել է միայն 183.000 դրամի չափ վճարումներ, այդ կերպ հափշտակելով գումարի մնացած մասը, ավելին քան 1 միլիոն դրամը։ Բացի այդ, այս արբիտրն իր քննության ոչ ենթակա քաղաքացիա իրավական հարցերի լուծման նպատակով անցկացրել է ձևական դատական նիստեր եւ կայացրել վճիռներ ամուսնալուծության ու անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման հարցերով։ Երկու նշված դեպքերով արբիտրը հափշտակել է 1.400.000 դրամ։ Տնօրենը ընկերության, ով հանդիսացել է արբիտրը, կայացրել է ինքնուրույն որոշումներ, որոնք վերաբերել են տարբեր բնույթների, մասնավորապես տրանսպորտային միջոցներ ժամանակավոր վարելը թույլատրելու վերաբերյալ, ամուսնալուծության վերաբերյալ, ինչպես նաև գույքի սեփականության իրավունքը մի քաղաքացուց մյուսին անցնելու վերաբերյալ նմանատիպ որոշումներ, որոնց իրավասությունը վերջինս չի ունեցել։ Մասնագետների դիտարկմամբ այս հանցագործություններից խուսափելու, դրանց դեմ պայքարելու միջոցը իրավագիտակից լինելն է։ Իրավական գիտելիքների պակասն է նպաստում խաբեության զոհ դառնալուն։ Եթե որևէ մի արբիտր ներկայացնում է, ասում է կամ գովազդում է, որ ինքը SSS տիպի վեճերներ կարող է քնել, որ մարդը ուղղակի իրազեկ լինի, որ դա դուրս է արբիտրի շրջանակներից եւ ինքը չդիմի։ Նման դեպքերի հանդիպելիս ոլորտի փորձագետները հորդորում են համապատասխան մարմիններ հաղորդում ներկայացնել։ Միջազգային փորձն են օրինակ բերում, նկատելով, եթե մեր երկրում նույնիսկ տեղյակ չեն արբիտրի գործառույթներին, աշխարհում հակառակն է։ Մարդիկ փորձում են իրենց վեճերը կարգավորել հենց արբիտրաժի միջոցով, քանի որ այն ավելի հեշտ, արագ ու արդյունավետ մեթոդ է։ Կարող է իհարկե բացասական ազդեցություն ունենալ, երբ որ մարդիկ արդեն ավելի վերապահումով մոտենան այդ ամենին եւ ընդհանրապես որքան գիտեմ, այդքան պոպուլար չի մեր մոտ ընդհանրապես այդ արբիտրաժը, մարդիկ ոնց որ ավելի նախընտրում են դիմել դատարանների։ 1.400.000 դրամ հափշտակած արբիտր կոչվածի վերաբերյալ քրեական գործը դատահանում է, իսկ տուժածները դեռ սպասում են արդարության։ Հասմիկ Անտոնյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լատվական։